Ողջույն սիրելի հայրենակիցներ, ուրեմն 2008, 2009, 2010, մինչև 2011 թվական ես այցելում էի բանտեր։ Ես ունեի նման հնարավորություն, որովհետև զբաղվում էի իրավապաշտպանությամբ եւ հատուկ մուտքի թույլտվություն կար դիտորդական խմբի համար, որի անդամ էի նաեւ ես։ Եվ ուզում եմ ձեզ պատմել, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից առաջ եւ նաեւ հետո Հայաստանում հայտնվեցին բազմաթիվ քաղաքական բանտարկյալներ, ովքեր տարբեր բանտերում էին Հայաստանի Հանրապետության, որոնց ավելի ճիշտ ձևակերպումը քրեակատարողական հիմնարկներն են։ Եվ մենք այցելում էինք բոլորին, հայտնի քաղաքաբանտարկյալներից մինչև շատ անհայտ մարդիկ, ովքեր այն ժամանակվա համաժողովրդական շարժման մասնակիցներ էին։ Ամենահայտնի մասնակիցներից կհիշեք եւ հիմա էլ հայտնի մարդիկ են Գագիկ Ջահանգիրյանը, ով գլխավոր դատախազի տեղակալ էր, հետո падգամավոր Սասուն Միքայելյանը, հետո Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը նախկին արտգործնախարար, բազմաթիվ մարդիկ կային եւ բոլորը բանտերում էին եւ մենք բոլորին այցելում էինք, նրանց խնդիրներով զբաղվում, բարձրաձայնում, դիմում եվրոպական տարբեր կառույցների, Եվրոպայի խորհրդին, Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար կար Համերբերգին էինք դիմում, Համերբերգն էր գալիս Հայաստան գնում, զբաղվում էինք նրանց իրավունքներով։ Եվ ուզում եմ ասել, որ օրեր առաջ այցելեցի Միքայել Սրբազանին, այդ KGB-ի հայտնի բանտում, տեսակցություն ունեցանք, մոտավորապես 1.5 ժամ խոսեցինք, հենց իր պատժի նշանակման օրն էր, եւ մտքերով ընկամտկերի հետևից սկսեցի մտածել, որ լավ, բա հեղափոխություն եղավ, բա պետքա փոխվեր այս ամեն ինչը, չպետք է այսպես լիներ, ու էլի քաղաքաբանտարկյալ, էլի մարդ, որ հետապնդվում է իր խոսքի, մտքի, վախենալու լինելու համար, հա, իշխանությանը որևէ կերպ խանգարելու համար։ Եվ շատերն ասում են, նա խղճի բանտարկյալ է, գիտեք, կարելի է ասել խղճի բանտարկյալ է, բայց անկեղծ եկեք լինենք, Միքայել Սրբազանին չեն կալանավորել պատարակ մատուցելու համար։ Միքայել Սրբազանին կալանավորել են, որովհետև նա խոսում էր եւ գնահատականներ էր տալիս, եւ բոլորին էր գնահատականներ տալիս, նախորդ իշխանություններին, գործող իշխանությանը։ Եվ նա դարձավ այս իշխանության համար վտանգավոր, եւ դրա համար նա կալանավորված է, եւ դրա համար նա քաղաքաբանտարկյալ է։ Հիմա ուզում եմ հայմատություն անցկացնենք։ Տեսեք, որքան փորձ ունեմ քաղաքաբանտարկյալ այցելելու, որքան փորձ ունեմ դատարաններում նրանց պաշտպանելու նաեւ, սա էլ ասեմ։ Եվ ուզում եմ ձեզ ասել, որ Միքայել Սրբազանը հիմա նրա առաջադրված հոդվածը, դուք խոսել, ավելի քաղաքաբանտարկյալ է, քան իմ թվարկած մարդկանցից որևէ մեկ, որովհետև նրանց բոլորի գործերը որ վերցնեք նայեք, այդ գործում այդպես ինչ-որ բան գտնեք, որից հնարավոր է, որ իշխանությունը կարող էր ինչ-որ կարճել, այսպես մի բան գտնել, բայց այո, նրանք քաղաքաբանտարկյալներ էին, մեծ մասն էլ արդեն այս հեղափոխությունից հետո արդարացվել են։ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջահանգիրյանը, նրանք արդարացվել են այս դատարանի կողմից, Վճռաբեկ դատարանի կողմից։ Որտեղ եվրոպական դատարանում գործը հաղթեցին, հետո եկան այստեղ արդարացվեցին, բայց համեմատության եզր, նայեք ինչքան ոլորտից իրազեկ եմ ես, համեմատության եզր չեմ գտնում, որ ասեմ այ սենց չկա, նա ավելի շատ քաղաքաբանտարկյալ է, քան Նիկոլ Փաշինյանն է եղել, իր բոլոր եղած բաներով։ Նա ավելի շատ քաղաքաբանտարկյալ է, քան Սասուն Միքայելյանը։ Նա ավելի շատ քաղաքաբանտարկյալ է, քան որևէ մեկը այդ ժամանակ։ Ցույցեր կար, երթեր կար, բաներ կար, պրոցեսներ կային, հասկանում եք այդ ժամանակ։ Պրոցեսներ կային, եւ այդ ամեն մեկը այդ պրոցեսի մի մասնիկ էր։ Եվ այդ պրոցեսի մի մասնիկը լինելով իշխանությունը արդեն մնացած գործը սարքել էր։ Արանավ Միքայել Սրբազանը որևէ պրոցեսի մեջ չի տեղավորվում, հասկանում եք։ Եվ եկել եմ ինչ ասեմ, եկել եմ ասեմ, որ Հայաստանը հիմա ոչ թե ետ է գնացել, այլ այդ ետ գնացած տեղից, երբ որ կային քաղաքաբանտարկյալ, ավելի հետ է։ Ինչու, որովհետև ասում եմ, ավելի քաղաքաբանտարկյալ է ինքը, քան այն մյուսները բոլորը։ Այս իրավիճակում կարող ենք նայել Սամվել Կարապետյանին միացնել, որտեղ նա էլ է ավելի քաղաքաբանտարկյալ, քան այդ բոլորը, ինչու, որովհետև հիմա հեսա նրա գործն եք սկսի քննվել, բան կտեսնեք, որովհետև բան չկա բան, որում նա մեղադրվում է, էլի, գոյություն չունի մեղադրանք։ Միքայել Սրբազանին, մարդիկ հիմա նաև նկատում եմ տենդենս, որ բանը, ՀԿ սեկտորի որոշ ներկայացուցիչներ, նաև քաղաքական գործիչներ, իբր թե գործիչները չկան, գործիչ չի կարելի ասել այդ մարդկանց, բայց քաղաքականության մեջ են իբր, էլի։ Տենց ասում են, բանը, այ պատիժը
շատ է, անհամաչափ է։ Այսինքն, երբ որ մարդը ասում է պատիժը անհամաչափ է, դա նշանակում է, որ նա գտնում է, որ Միքայել Սրբազանը մեղավոր է, պետք է դատապարտվեր, բայց ասենք կլերելի մի տարի դատ էիք, դու գանք տայիք, բան։ Ամոթ չեք դուք անում։ Այն որ ասում է մի եղեք գոլ, կամ էս կողմ կանգնեք, կամ այն կողմ կանգնեք։ Կամ գնացեք իշխանության հետ եղեք, եթե գտնում եք որ բանը, այդ վերդիկտը մեղադրական ճիշտ է, կամ ասեք որ քաբանտարկյալ է եւ բացարձակապես չպետք է հետապնդվեր, մեղադրվեր եւ հետո էլ դատապարտվեր, ազատազրկվեր։ Չի չեք խոսում։ Հիմա այս հայմատությունը ինչ եմ անում, որ դուք տեսնեք որ Հայաստանը հետ է գնացել։ Ժորժ ջան, ավելի վատ վիճակում ենք մենք հայտնվել։ Եվ այս գործերը լակմուսի թղթեր են։ Սա ինդիկատորներ են։ Սա այն կարմիր լույսն է, որ ասես կարմիր լույսի պես վառվում է, ցույց տալու համար մեզ, թե մենք ինչքան ծանր վիճակում ենք գնալով հայտնվելու։ Այս process-ը հո մի գործով մի բան չի։ Ինքը շարունակական ավելի է լինելու, կուտակվելու է, ավելին է լինելու, շատանալու է, վախ է ներշնչվելու բոլորի մոտ, որ եթե arczepiskopos մարդը բանտարկված է, դոլարային միլիարդատեր մարդը աշխարհարչակ բանտարկված է, եւ աշխարհում շատ միլիարդատերներ չկան բանտերում։ 4 միլիարդատեր կան, որ բանտերում են, որից երկուսը հայեր են, մեկը Երևանի բանտում է, մեկը Բաքվի։ Դուք հասկանում եք ինչ է սա։ Եվ այս իմաստով իմ գնահատականը միանշանակ է ժողովուրդ։ Մենք պետք է կանգնեցնենք այս արհավիրքը, այս ընթացքը։ Եվ այս ընթացքը ոչ մի լավ տեղ չի տանում։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, նաև այսօր ուզում եմ ասել, որ մեր կոնտակտները թարմացրել ենք, եւ այդ կոնտակտները ես հիմա պետք է ձեզ տրամադրեմ այս եթերի տակ։ Ես խնդրում եմ կապվել մեզ, նաև պաշտոնական էջին Լուսավոր Հայաստանի, Էդմոն Մարուկյան պաշտոնական էջին, հեռախոսահամարը, որը որ հիմա կտրամադրվի այս եթերիներ տակ, նաև email հասցեք կլինի, բոլոր այս տեղերով կապ հաստատեք մեզ հետ։ Մենք առաջարկում ենք երկու մոդել։ Առաջին մոդելը, որ դուք գրանցվում եք եւ մենք գրասենյակում այստեղ հանդիպում ենք ձեզ հրավիրում, հասկանանք միասին ինչ ենք անում եւ ինչպես ենք շարժում առաջ, ուժեղանանք միասին եւ մյուս տարբերակը ոչ թե դուք եք գալիս մեր մոտ, այլ մենք ենք գալիս ձեր մոտ։ Զանգահարում եք կամ մեյլ եք գրում, գրանցվում եք, ասում եք մենք ձեզ հրավիրում ենք այսինչ համայնք հանդիպման։ Մենք գալիս ենք ձեր համայնք, ձեր մոտ, ձեր տուն, ձեր բակ։ Այլ տարբերակ չկա եւ ժամանակը շատ կարճ է եւ պետք է այս համախմբման process-ը քայլ առ քայլ ձնագնդի պես խոշորացնելով տանել առաջ, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ։ Դե բոլոր եթերների մեկնաբանություններում միշտ գրում են, ասեք ինչ անենք, ոնց անենք, դուք ինչ եք առաջարկում, ինչպես գալ ձեր մոտ, ինչպես միանալ, մենք մեր բոլոր կոնտակտները թարմացրել ենք հիմա եւ այլևս դուք արդեն կարող եք կապ հաստատել եւ մենք էլ արդեն պատրաստ ենք ամեն իմաստով, որ կարող ենք այցելել թե ձեր մոտ, թե ձեր բակ, ձեր համայնք, քաղաք, որտեղ որ կլինեք որ դուք, երբ որ դուք գրում եք եւ ասում եք որ կարող եք նման հանդիպում կազմակերպել կամ գրանցվում եք մեր Երևանյան հանդիպումների համար։ Ահա սա է վերջում ուզում ձեզ ասել եւ խնդրում եմ բազմապատկել այս տեղեկատվությունը, տալ մարդկանց այդ տվյալները, որ իրենք իմանան թե ինչպես կարող են մեզ հետ կապ հաստատել, որոնք նրանք ովքեր ցանկություն ունեն կանգնեցնել այս արհավիրքը, փոխել այս իրավիճակը, մեր ներկայացած, ասենք բոլոր եթերներում ներկայացնում ենք այլընտրանքները, մեր ներկայացած տարբերակները, տարբերվող մոտեցումները, թե ինչ կարելի է անել, որն է այս փուլում որևէ կառավարության գործողության այլընտրանքային առաջարկը, մենք դա առաջարկում ենք, այլ նաև դրանք քննարկել, նաև դրանց վերաբերյալ քննադատություններ լսել եւ հասկանալ, թե միասնական ուժերով մենք միասին ինչ կարող ենք անել։ Մենք ինքներս վստահ ենք ու գիտենք, բայց նաև ուզում ենք ձեր հետ քննարկել եւ դա դարձնել նաև ձերը, որովհետեւ դուք, սիրելի քաղաքացիներ, լինելու եք այդ process-ի ամենակարևոր շարժիչ մասը, որովհետև քաղաքական գործիչները, քաղաքական թիմերը, քաղաքական ուժերը առանց ժողովրդի, առանց քաղաքացիների ոչինչ չեն կարող անել։ Եվ նաև ես համոզված եմ, որ միայնակ որևէ քաղաքական ուժ էլի ոչինչ չի կարող անել։ Եվ այն ինչ որ ես հիմա խոսում եմ, սա նաև մեծ կոնսոլիդացիայի համար է, եւ սա նաև մեծ կոնսոլիդացիայի սկիզբ է։ Ահա այսքանն եմ ուզում այսօր ձեզ ասեմ։ Լավ մնացեք, բազմապատկեք, տարածեք եւ
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։